Սիրելի աշակերտներ, հերթական տեսանյութով անդրադառնանք կիսամյակային ամփոփիչ աշխատանքներին։ Տրամագիր 1-ում խաղում ենք սևերով և փորձենք հասնել հաղթանակի։ Այստեղ գործ ունենք նավակը զինվորի դեմ վերջնախաղի հետ։ Եվ քայլը սևերինն է, այդ առումով, որպեսզի նավակը չլինի միայնակ, նրան պետք է օգնության հասնի արքան և միացյալ ուժերով վերցնեն սպիտակների զինվորը։ Նախ գրում ենք քայլ համար 1, դնում ենք բազմակետ, որպեսզի ցույց տանք սևերի քայլը, և արքայով շարժվում ենք նավակին օգնության։ Արքա B3-ը C4, սպիտակները կցանկանան զինվորը առաջ մղել փոխարկման, երկրորդ քայլով E5 և 6, բայց արքան շարունակում է իր երթը, որպեսզի օգնի աջակցի իր նավակին։ Արքա C4-ը D5, այժմ ունենք 2 հարված զինվորին։ Զինվորը առաջ քայլել չի կարող, կվերցնենք, իսկ եթե սպիտակ արքան շարունակի հսկել հերթական դաշտը E7, պարզապես չեն հասցնի, քանի որ հերթը սևերինն է, քայլի հերթը սևերինն է և սևերը կշահեն այս զինվորը։ Ուրեմն արքա D5 քայլից հետո մենք զինվորին կհարվածենք։ Տրամագիր 2-ում խաղում ենք սպիտակներով, փորձենք թույլ չտալ սևերին հասնել հաղթանակի։ Մասնավորապես չթողենք, որ զինվորը շարժվի առաջ, այլապես այս զինվորները կընթանան մինչև վերջին հորիզոնական, մինչև փոխարկում։ Եվ որպեսզի արքան միայնակ չլինի, նրան միանում է փիղը։ Այսպիսով փիղ C7-ը E5, որպեսզի միացյալ ուժերով հսկենք D4 դաշտը և թույլ չտանք, որ սևերի զինվորները շարժվեն առաջ։ Եվ ինչպես տեսնում ենք, փղերը տարադաշտ են, սևադաշտ և սպիտակադաշտ։ Սպիտակադաշտ փիղը ոչ մի կերպ չի կարող գրոհել, հարձակվել ոչ սպիտակ արքայի վրա, ոչ սպիտակների փղի վրա։ Այստեղ սևերի փիղը անզոր է, որովհետև մեր ֆիգուրները տեղակայված են սև դաշտում։ Զինվորը իհարկե չի կարող շարժվել առաջ, կհարվածենք այն էլ շախով, պարզապես սևերի ցանկացած քայլին, թե փղով կլինի, թե զինվորով, թե արքայով, ենթադրենք արքայով, ինչ-որ գրենք պատահական քայլ, արքա C5-ը B5, մենք հայտնվում ենք D4 դաշտում և այստեղից թույլ չենք տալիս, որ զինվորները շարժվեն առաջ և շարունակում ենք մնալ այս անկյունագծի վրա, ապահովության համար։ Երկրորդ քայլով փիղ E5-ը D4 և վերջ, սա ոչ ոքի է, սևերը ունենալով 2 զինվորի առավելություն չկարողացան հասնել հաղթանակի։ Տրամագիր 3-ում սևերով փորձենք հասնել հաղթանակի, անկախ այն բանից, որ սպիտակներն ունեն նյութական առավելություն թագուհին փղի դեմ։ Սակայն այս պարագայում մենք տեսնում ենք, որ արքան և թագուհին հաջող չեն տեղակայված, նրանք գտնվում են մեկ անկյունագծի վրա և մենք ունենք հեռահար խաղաքար, որը սիրում է բաց գծեր և կարող ենք այս անկյունագծից օգտվել։ Այսպիսով փիղ H6 շախ, նախ գրենք քայլ համար 1, բազմակետ, որովհետև գրանցում ենք սևերի քայլը, և նշենք մեր հաղթանակ բերող քայլը։ Փիղ F8-ը H6 շախ։ Արքան պետք է, տեսեք, չի կարող և նահանջել և պաշտպանել իր թագուհուն։ Ոչ մի կերպ։ Կկատարի որևէ քայլ, ենթադրենք E4, քանի որ սա վերջնախաղ է և արքան պետք է գնա առաջ և լինի ակտիվ, հնարավորինս։ Երկրորդ քայլով արքա E4 և մենք հաջորդ քայլով շահում ենք թագուհի։ Փիղ H6-ը վերցնում է C1։ Կրկնվենք, կիրառեցինք գծային հարված։ Ահա և այն։ Փիղ H6, ահա և մեր գծային հարվածը։ Տրամագիր 4-ում նույնպես կիրառենք գծային հարված և հասնենք հաղթանակի։ Այսպիսով փորձենք նավակը փոխել թագուհու հետ, այնուհետև մեր արքայով վերցնենք սևերի զինվորը, բացենք մեր զինվորի ճանապարհը, նույնպես արքայով, և զինվորն ուղարկենք փոխարկման։ Հիմա տեսնենք ինչպես։ Նախ առաջինը սևերի արքան գտնվում է բաց գծի ներքո, և մենք կարող ենք այս հանգամանքից օգտվել հեռահար խաղաքարով։ Նավակ H7 շախ, արքա G2, նավակ
J7 շախ, այ մեր գծային հարվածը, երկրորդ քայլով, արքան պետք է նահանջի կամ F2 կամ H2, որպեսզի շարունակի պաշտպանել իր թագուհուն, ենթադրենք F2, և մենք շահում ենք սևերի թագուհին, վերցրեցինք թագուհին, նավակը վերցնում է G1, իհարկե սևերը կվերցնեն մեր նավակը և մեր պլանների մեջ, մեր ռազմավարության մեջ սա ներառված էր։ Այժմ ժամանակն է վերցնել սևերի զինվորը, սև արքան գուցե փորձի խանգարել մեր զինվորին, հարվածի տակ պահել, որպեսզի նա չկարողանա ընթանել առաջ, մենք բացում ենք մեր զինվորի ճանապարհը, բացեցինք և ուսով հրեցինք սև արքային, որպեսզի նա չմոտենա մեր զինվորին։ Հաջորդ քայլով զինվորը արդեն այս պարագայում առանց իր արքայի օգնության կարող է շարժվել, քանի որ տեսեք սև արքան չի մտնում զինվորի քառակուսու մեջ և միայնակ դառնալ թագուհի։ Եվ վերջին տրամագիր 5-ում գնահատենք դիրքը, առաջին հարցով որ արքան ունի ապահով դիրք։ Ինչպես տեսնում ենք, դեպի սպիտակ արքան տանող ճանապարհները բաց են և այստեղ կան բազմաթիվ թույլ դաշտեր, հիշեցնեմ դրանք այն դաշտերն են, որոնք չեն պաշտպանում զինվորները։ Մինչդեռ սպիտակ արքան համեմատաբար ավելի ապահով դիրքում է, նրա խաղաքարերը մոտ են և դեպի նրան տանող ուղղաձիգերը զինվորներով փակ են, ինչը չենք կարող ասել սևերի համար H ուղղաձիգի պարագայում, այսպիսով սպիտակների արքայի դիրքը ավելի ապահով է։ Հաջորդ հարցը, որ կողմի խաղաքարերն են ավելի ակտիվ և պատրաստ գրոհելու։ Ինչպես հիշում ենք, հեռահար խաղաքարերը սիրում են բաց գծեր, և այս պարագայում և H և D ուղղաձիգերը բաց են և նավակները այդտեղ տեղակայված են, ինչը չենք կարող ասել սև նավակների համար, նրանց գծերը կիսաբաց են, որովհետև այդ ուղղաձիգերի վրա կան զինվորներ, թե մրցակցի և թե սեփական զինվորները։ Ուրեմն սպիտակների նավակները ավելի ակտիվ են և նաև սպիտակների ձին գտնվում է կենտրոնին մոտ, ինչը չենք կարող ասել սևերի ձիու մասին, որը եզրագծում է և որը թույլ է։ Փաստորեն սպիտակների խաղաքարերն ավելի ակտիվ են և պատրաստ են գրոհելու, նրանց ճանապարհները բաց են։ Եվ զինվորների կառուցվածքը նույնպես, տեսեք, սև զինվորների մոտ այստեղ առաջացել են թույլ դաշտեր, կան կրկնապատկված զինվորներ, մինչդեռ սպիտակ զինվորները կրկնապատկված չեն և նրանք կարող են, տեսեք, կազմել շղթաներ, յուրաքանչյուր ուղղաձիգում կա զինվոր, յուրաքանչյուր ուղղաձիգում։ Բացի այդ, F6-ի զինվորը անցել է սահմանային գիծը և մխրճվել մրցակցի կիսադաշտ, նա հսկում է մրցակցի թույլ դաշտերը։ Այսպիսով զինվորները նույնպես սպիտակների մոտ ավելի լավ կառուցվածք ունեն։ Հաջորդ չորրորդ հարցը, ինչ թուլություններ կան դիրքում։ H8 դաշտը իհարկե թույլ դաշտ է, ինչու նավակները, տեսեք, այն գտնվում է բաց գծի ներքո, չի պաշտպանված սևերի կողմից, ինչպես նաև J7 դաշտը նույնպես թույլ դաշտ է, այն չի պաշտպանվում սև զինվորների կողմից։ Իհարկե D5 դաշտի մասին խոսք լինել չի կարող, այն համարվում է ուժեղ դաշտ թե մեկի, թե մյուսի համար։ Իսկ հիմա հաշվի առնելով դիրքի գնահատման այս բոլոր գործոնները, որ մրցակցի արքայի դիրքը հաջող չէ, որ մեր ֆիգուրները ակտիվ են և պատրաստ են գրոհելու, որ մեր զինվորները առաջընթացած են, հիմա հասնենք հաղթանակի, մատ հայտարարենք երկու քայլից։ Նախ, որ մեր նավակը չհարվածի և որպեսզի օգտագործենք բաց գիծը, մենք կարող ենք նավակները կրկնապատկել։ Նավակ D1-ը H1, սպառնում ենք մատ հայտարարել H8 դաշտից և պարզվում է, որ այստեղ փրկության ոչ մի հնար չկա։ Ենթադրենք արքան փորձի փախչել, սակայն մեկ քայլից հայտարարում ենք մատ, ուշադրություն դարձնենք մեր զինվորի առաջ անցած լինելու փաստին։ Ուրեմն նավակ H1 քայլից հետո ենթադրենք սևերը խաղան արքա F8 և մենք մատ հայտարարում ենք երկրորդ քայլով նավակ H8 խաղալով։
Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։